Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարի երեկո։ Նախ պաշտոնական տեղեկատվություն։ Մարտի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարզային հանդիպումների ծրագրի շրջանակում այցելեց Վայոց ձորի մարզ եւ հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում։ Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցությունը նվիրված էր բարեփոխումների ծրագրով նախատեսված առաջնահերթ խնդիրներին։ Ոստիկանության պետը մասնավորապես պահանջեց ակտիվացնել աշխատանքը ոստիկանի նոր մտածողության ու կերպարի ձևավորման ուղղությամբ, քաղաքացու հետ հարաբերություններում բացառել ցանկացած անթույլատրելի դրսևորում, գործնական պարապմունքների ընթացքում բարձրացնել անձնակազմի մասնագիտական ու ծառայողական պատրաստականության մակարդակը։ Անչափահասների հետ տարվող աշխատանքների կապակցությամբ ոստիկանության պետը նշեց, որ դպրոցներում առկա է այն արատավոր երևույթը, երբ դասի չհաճախող կամ ընդհանրապես հանրապետությունից բացակայող աշակերտը դասարանից դասարան է տեղափոխվում եւ հասունության վկայական ստանում, ինչը խեղում է պատանու հոգեբանությունը եւ զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն ստեղծում։ Վլադիմիր Գասպարյանը պահանջեց անզիջում լինել նման դրսևորումների հանդեպ։ Ես առաջարկում եւ կարգադրում եմ այդ ուղղությամբ խիստ լինել եւ անզիջում լինել։ Լավություն չանել, գթասրտություն չցուցաբերել, գթասրտությունը ցուցաբերել հասարակության երկրի պետության նկատմամբ, այլ ոչ թե այն մարդու նկատմամբ, ով ստորագրություններով անպիտան պատանի է մեզ տալիս եւ բանակ չծառայող պատանի է մեզ տալիս, անզիջում եւ շատ խիստ մոտենալ դրան։ Ոստիկանության պետը քաղաքացու հանդեպ հոգատար վերաբերմունք եւ որակյալ աշխատանք պահանջեց հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների, համայնքային ոստիկանության, անձնագրային, հաշվառման քննական բաժինների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից։ Բոլոր այդ ծառայությունները պետք է կանխատեսելի լինեն գյուղացու, քաղաքացու համար։ Բոլոր գործողություններով քաղաքացին, գյուղացին ձեզանից պետք է չքաշվի, պետք է հեռու չգտնվի, այլ ընդհակառակը դեպի ձեզ գա, ձեր մեջ տեսնելով իրենց օգնողներին, իրենց խնդիրը լուծողներին։ Ոստիկանությունը դա այն ստորաբաժանումն է, որ 24 ժամ աշխատում է։ Վերլուծելով հանցագործությունները հաշվառումից թաքցնելու եւ բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի դեմ պայքարի դրական դինամիկան, ոստիկանության պետը նկատեց, որ չնայած ձեռքբերումներին, դեռևս անբավարար է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության աստիճանը։ Որպես օրինակ բերելով այն իրողությունը, որ որոշ տուժողներ խուսափում են ոստիկանություն դիմելուց, Վլադիմիր Գասպարյանը նշեց. Եթե չի տվել քաղաքացին այդ հարություն, ուրեմն չի վստահում մեզ։ Ուրեմն աշխատել է այն տրամաբանությունը, որ մեկն են բաց է, որ ես էլ բաց եմ։ Դա համար էլ չի դիմում։ Սա շատ բացասական գնահատական եմ ես դիտում։ Բայց ուրեմն տեղամասային տեսուչները, օպերատիվ անձնակազմը, անչափահասները տարվող աշխատակիցները տվյալ տարածքում համապատասխան բացատրական աշխատանքներ չեն տարել եւ իրենց կեցվածքով ու պահվածքով վստահություն չեն ներշնչում։ Ես կարծում եմ այս ուղղությամբ իրազեկման առումով այդ բացատրական աշխատանքները իրենց սպասարկվող տարածքում քաղաքացիների հետ պետք է անցկացնեն։ Անդրադառնալով Ջերմուկ քաղաքում ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, ոստիկանության պետը կարևորեց այնտեղ պարեկապակետային ծառայության հրեշտակների դասակի կազմավորման անհրաժեշտությանը։ Ծառայողները կունենան բարձրագույն կրթություն, կտիրապետեն օտար լեզուների, առաջին բուժօգնության միջոցներին եւ այլն։ Եվ կարծում եմ սա կխթանի զբոսաշրջիկության Ջերմուկ քաղաքում, գտեք տեղական կադրեր, որպեսզի մենք դա ստեղծենք, որ միջազգային միջոցառումներ են լինում այդտեղ, որպեսզի ոստիկանությունը ըստ պատշաճին ներկայացական լինի։ Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ Վայոց ձորի համայնքների ղեկավարների հետ։ Ես ակնկալում եմ ձեզանից բոլորիցդ, որ դուք այսօր պետք է ակտիվ կապի մեջ լինեք ոստիկանության հետ։ Մենք դրա հնարավորությունները տվել ենք մեր հասարակությանը, ուղղակի ձեր աջակցությունն է պետք եւ ես վստահ եմ, որ ձեզ էլ պետք է մեր աջակցությունը։ Ոստիկանության պետն անդրադարձավ գյուղապետերի հետ աշխատանքի կազմակերպման, որսագողության դեմ համատեղ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, միջպետական եւ համայնքային ճանապարհների նշագծման եւ մի շարք այլ խնդիրների, որոնց լուծման գործում ակնկալվում է սերտ աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես ապօրինի զենք զինամթերքի առգրավման հրատապությունը։ Զենք զինամթերք եւ թմրամիջոցների առումով ես խնդրում եմ ձեզանից աջակցել եւ աշխատել։
աշխատել, որովհետև դա խնդիրն է մեր զավակների, ապագայի նկատմամբ ոտնձգություն, հանցագործությունը ապագայի նկատմամբ։ Ինչով մենք պետք է ձեզ օգնենք։ Մենք կանգնելու ենք իշխանության կողքին, գյուղապետերի, համայնքապետերի, եւ թույլ չենք տալու, որ որևիցե մեկը զենքի ուժով կլինի, զորբայությունով կլինի, հարստությունով կլինի, թե ինչով կարողանա թելադրել եւ ստիպել այս կամ այն գործողությունն անելու։ Որտեւ ես խոր համոզմունք ունեմ, որ հրացանավոր մարդը ուժով կամ հարստությունով թելադրող մարդը ուղղակի պետք է դրվի իր տեղը եւ հասկանա, որ այս երկրում չի կարող լինել այդ process-ը։ Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հասարակության հետ աշխատանքն ավելի սերտացնելու, համատեղ գործողությունները համակարգելու եւ հետադարձ կապն ապահովելու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ հատուկ ծրագիր ստեղծեցինք, որտեղ այդ հեռախոսների մեջ ուղղակի կարող եք մի կոճակի սեղմումով իմանաք ամեն ինչ տեղի է ունենում եւ ոստիկանությունում եւ տարածաշրջանում, որտեղ ինչ հանցագործություններ կան, ցանկացած հարցի պատասխան այդտեղ կարող եք ստանալ եւ այդտեղ կա ուղիղ կապը ուղիղ ոստիկանության պետի հետ, իմ հետ, որս ամեն առավոտյան նայում եմ։ Հանդիպման ավարտին գործնական խոսակցություն ծավալվեց ոստիկանությանն ու համայնքներին հուզող հրատապ հարցերի շուրջ, որոնցից մի քանիսին հենց տեղում տրվեցին լուծումներ։ Շարունակում ենք թողարկումը։ Այսօր մեր հաղորդման մեջ տեղ գտած քրեական հանցագործությունները դասվում են այսպես կոչված գույքայինների շարքը։ Գողություն, կողոպուտ եւ ավազակային հարձակում։ Սկսենք գողությունից, ավելի ճիշտ գողություններից։ Կասկածյալներն այնքան արագ էին գործել, որ միայն ենթադրել կարելի է թե էլի քանի տուն էին թալանելու, բայց արագ ու օպերատիվ էր նաեւ ոստիկանների արձագանքը։ Մարտի 10-ին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվող հազանգերը հնչում էին գրեթե ժամը 1։ Գողությունների թիրախը մայրաքաղաքի Ռուբինյաց, Կարապետ Ուլնեցու եւ Մինաս Ավետիսյան փողոցների տներն էին։ Հանցագործներին թարմ հետքերով հայտնաբերելու գործին բացի ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախույզներից ներգրավեցին նաեւ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները։ Ժամը 13:05-ին ստացված առաջին ահազանգից րոպեներ անց իրավապահներն արդեն Քանաքեռ Զեյթունի վարչական տարածքում էին։ Ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահներին հաջողվեց կարճ ժամանակում ցանկալի արդյունքի հասնել ոչ միայն կանխելով հնարավոր հանցագործությունը, այլև հայտնաբերել ու բերման ենթարկել կատարողներին։ Պարզել ենք, որ գործ ունենք միևնույն խմբի հետ, այնուհետև ստացել ենք օպերատիվ տեղեկություններ վերջիններից անձանց վերաբերյալ, իրացնելով տվյալները ճշտել ենք նրանց ինքնությունները եւ դեպքից ժամեր անց Կոմիտաս եւ Փափազյան փողոցների խաչմերուկից բերման ենք ենթարկել Նարեկ Խաչատրյանին եւ Արման Մարտիրոսյանին։ Գողության կասկածանքով բերման ենթարկված երևանցիներ 36-ամյա Արման Մարտիրոսյանն ու 20-ամյա Նարեկ Խաչատրյանը նույն օրը հարցաքննվեցին եւ անհերքելի փաստերի ճնշման տակ ու Խաչաձև հարցաքննությունների արդյունքում շուտով խոստովանեցին կատարվածը։ Ըստ նրանց նախնական համաձայնության էին եկել, ուսումնասիրել տարածքը, ընտրել էին տները եւ հարմարեցված գործիքներով ու բանալիներով հարձակման անցել։ Գործել էին շատ արագ, հմտորեն բացել էին դռները եւ գողացել բիժուտերիա, ժամացույց, փող։ Այսպես ասած, գործը մոտ 3 ժամ էր տևել, բայց դա էլ բավարար էր, որ հանցավոր զույգը 3 տուն գրոհի։ Խուզարկությամբ նրանց մեքենայից հայտնաբերվեցին գողության համար նախատեսված բանալիներն ու գործիքները, ինչպես եւ ավարը։ Գողոնն ու հանցագործության գործիքներն արգրավված են, Արման Մարտիրոսյանն ու Նարեկ Խաչատրյանը կալանավորված են, կատարվում է նախաքննություն։ Անցնենք կողոպուտ հանցատեսակին։ Այս անգամ էլ նախորդի նման գործ ունենք հանցաշարի հետ, իսկ օպերատիվ արձագանքողները ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներն էին։ Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Մալաթիա Սեբաստիայի վարչական տարածքում 3 կողոպուտ էր կատարվել։ Տուժողներն ահազանգել էին ոստիկանություն, քրեական գործեր էին հարուցվել։ Իրավապահները միջոցներ էին ձեռնարկում հանցագործությունները բացահայտելու համար։
Կողոպուտի ստուժածները կանայք էին, 3 դեպքն էլ տեղի էր ունեցել հարավ-արևմտյան թաղամասում, առավոտյան ժամը 9:50-ից մինչև 12:30 ընկած ժամանակահատվածում։ Անհայտ անձը քաշել ոգելով բացահայտ հափշտակել էր նրանց ոսկյա շղթաները, պատճառել 80,000-ից մինչև 400,000 դրամի նյութական վնաս։ Նշված 3 դեպքերով էլ ըստ ուժող կանանց ցուցմունքների հանցագործի արտաքին նկարագիրը նույնն էր՝ երիտասարդ, բարձրահասակ, նիհարավուն կազմվածքով։ Մանկապարտեզ գնալուց երեխայի հետ մի բարև երիտասարդ պարանոցից բոկեց ոսկա շղթաս եւ դիմեց փախուստի։ Հանցագործության ձեռագիրն էլ էր նման։ Կանանցից երկուսին Բաբաջանյանի փողոցում երեխաների մանկապարտեզ տանելիս էր կողոպտել։ Ոսկու փայլից կուրացած անգամ չէր մտածել երեխաների ապրումների մասին։ Տեղեկություններ ստացանք, որ նշված կողոպուտները հնարավոր է կատարած լինի Բերեկու թաղամասի բնակիչ Բոյով մականունով Արմեն Վարդանյանը։ Սույն թվականի մարտի 12-ին վերջինիս Իսակովի 42 շենքի դիմացից բերման ենթարկեցինք ոստիկանության մալիցիայի բաժին։ Անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունների ընթացքում տուժողները ճանաչել էին Արմեն Վարդանյանին։ Մարտի 12-ին ինձ հրավիրեցին ոստիկանություն եւ աղերեսման ժամանակ ես ճանաչեցին կողոպուտ կատարած երիտասարդին, որի համար շատ շնորհակալ եմ մեր ոստիկանությանը օպերատիվ լավ աշխատանք կատարելու համար։ 30-ը դեռ չբոլորած Վարդանյանը արդեն 2 անգամ դատապարտվել էր։ Գիտեր ինչի համար են իրեն բերման ենթարկել, սակայն փորձում էր հավատացնել, որ ոչինչ չի արել։ Ես պնդում եմ, որ ես ոչ մի բան չեմ արել։ Քննությունը վարում է ոստիկանության մալիցիայի քննչական բաժինը։ Հերթը հասավ ավազակային հարձակմանը։ Օրեր առաջ մայրաքաղաքում գրանցվեց տաքսու վարորդների մասնակցությամբ հերթական հանցագործությունը։ Այս անգամ տաքսիստները կասկածյալ են։ Տաքսու վարորդներից շատերն են դժգոհում եւ իրավացի։ Քիչ չեն անկարգապահ, փնթի, տարածքը չճանաչող ու գործին չտիրապետող վարորդները, իսկ երբեմն ղեկի մոտ են նստում պարզապես հանցավոր տարրեր։ Օրեր առաջ ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները մի դեպք էին արձանագրել, երբ տաքսու վարորդները չափն անցել էին բոլոր առումներով։ Հարձակում էր կատարվել։ Փետրվարի 23-ին ժամը 2:40-ի սահմաններում Նորք Մարաշի վարչական տարածքում գործող հյուրանոցային համալիրներից մեկի ադմինիստրատորը ոստիկանություն էր ահազանգել, որ իրենց հյուրանոցում իջևանած Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացուց տաքսու վարորդները բռնությամբ $2000 եւ 8000 դրամ են հափշտակել։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները անհապաղ նշված հյուրանոց էին մեկնել, զրուցել տուժողների հետ։ Ահազանգից 2 ժամ առաջ Խանջանի փողոցում իրանցիները տաքսի էին նստել։ Խնդրել էին իրենց Նորք Մարաշ տանել, սակայն վարորդը, որը նրանց չէր հասկանում, Թումանյանի փողոցում կանգնեցրել էր մեքենան։ Իջել էր, ղեկի մոտ մեկ ուրիշ վարորդ էր նստել ու օտարերկրացի հյուրերին սկսել էր ման տալ երկար ու ձիգ ճանապարհներով։ Արցախի փողոցում մի պահ կանգնել էին։ Մեքենան էր նստել նույն վարորդը, որը սկզբում վարում էր տաքսին։ Շարժվել էին ու հյուրանոց չհասած դանակով սպառնացել էին իրանցիներին, նրանցից հափշտակել նշված գումարը։ Ձեռնարկված միջոցառումներով իրավապահներին հաջողվեց նաև ճշտել մեքենայի փամարանիշերը, որից հետո էլ պարզ դարձավ, թե հիշյալ օրն ովքեր են վարել տաքսին։ Երևանի բնակիչներ Միշա Ալիյանն ու Գևորգ Գևորգյանն էին։ Միշային հայտնաբերել չհաջողվեց, սակայն Գևորգյանը մարտի 8-ին Արցախի 23 շենքից բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Հարցաքննության ժամանակ Գևորգ Գևորգյանը խոստովանել էր կատարածը, սակայն տեսախցիկի առաջ իրենց արարքը փորձեց մեղմ գույներով ներկայացնել, մոռանալով թե դանակի եւ թե $2000 մասին։ Մոտիկացան պարսիկները երկու։ Միշայի մեքենան նստան, ստարավ, մեկը զանգեց, բակյավ ես չեմ հասկանում, կգաս, ջոկես ուրտեն էթում, բան ես նորմալ չեմ կարող խոսեմ, բան չեմ հասկանում։ Սիա գնացի տեղ ավտոներով տեղափոխվանք, Միշանի մա ավտոն քշեց, ես Միշայի Տենց ֆրծրի բան արի բան, դու եկա հասած դրեջ, գազը պրծավ, զանգի Միշային ասի, Միշս բենզինով աշխատում է, բա ուտես ասի ստե, բա արի ցույց կտամ այդ կնոպի տեղը, տենց գնացի Միշային վեկա լանք բան, իրանց տանանք նոր տեղ հասցրինք, բա ինչ կոմպտամ, հանը ասի մի 6-7 հազար, հանը 1000 դրամ փող էր տալի, ասի չէ 1000 չի, Ձեռս գցի այդ պարսիկի ձեռս 8000 դրամ փողը վեկա, Փաստի արդի ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցառումներ Միշա Ալիյանին հայտնաբերելու ուղղությամբ, քննությունը շարունակվում է։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք, ցտեսություն։
զարկել հանուն արդարության, հանուն խաղաղության, միտքը սուր խոսքը մուր և հուր է աչքերում խավարն այրող, լուսավորող մի շող, այսպիսին և էլ ավելին պիտի լինի մեր ոստիկանը հայ, մեր անդորն ու մեր ամեն նորն է ձեռքերում քո դու եղիր վստահ, ոստիկան իրական մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, ոստիկան իրական մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, կամքն ուժեղ, կյանքն է արժեք, հրեշտակներ երկրի վրա քայլող, արթուն և մեզ հսկող, իջնասնիվ, փառք ու պատիվ, ամենօրյա հերոսներին խիսախ, որ քաջ են ու անվախ, այսպիսին և էլ ավելին պիտի լինի մեր ոստիկանը հայ, մեր անորն ու մեր ամեն նորն է ձեռքերում քո դու եղիր վստահ, ոստիկան իրական մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, ոստիկան իրական մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, ոստիկան իրական մեր կյանքի պահապան, սիրտը քո մեր սրտին մոտ, ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, ոստիկան իսկական օրենքի մեր պաշտպան, ողջ գիշեր, ողջ առավոտ, ողջ գիշեր, ողջ առավոտ, Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։